Թե հիշում եք 2008-ի մարտի 1-ից հետո, երբ որ Սերժ Սարգսյանն եկավ իշխանության, մոտ 3 տարի բավականին շատ նուրբ, շատ լուրջ process-էր ընթանում այդ հանրային համերաշխությունը վերականգնելու ուղղությամբ։ Այդ բաժանարար գծերը եւ պետք է խոստովանել, որ առաջին նախագահն իր հերթին եւս շատ լուրջ քայլեր էր անում այդ ուղղությամբ։ Այդ հետո պատմությունը ցույց տա, թե ինչու խափանվեց եւ այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանը ինչ մասնակցություն ունեցավ, այո, ինչպես խոչընդոտեցին։ Թո, ինչպես ասում են, դիահերձումը ցույց կտա, բայց մենք այդ փորձն էլ ունեինք։ Մինչդեռ 2018-ից հետո ամեն օրյա ռեժիմով բաժանարար գծերը խորանում են։ Արցախցիները չեն կռվել, հայաստանցիները կռվել են։ Զոհի ծնողը հերոսի ծնողից տարբեր է, որևէ ընդհանուր նորմ, որևէ ընդհանուր բան արժեք, այս հասարակության մեջ չկա։ Միշտ քարոզվում է, որ դուք տարբեր եք, նա շատ ունի, դուք պետքա խլենք, քեզ տանք։ Անհասկանալի վիճակ։